Մեր հերթական դասը, երրորդ դասը խնամքի աստվածաբանություն թեմայի կոչվում է ընդհանուր խնամքը։ Ընդհանուր խնամքը եկեղեցում հիմնականում, բայց նաև այսպես հաջորդ 3 դասերը, 3-ը 4-ը, այսօրվանից սկսած 3-ը 4-ը եւ 5-ը լինելու են խնամքի վերաբերյալ, այսօր կխոսենք ընդհանուր խնամքի մասին, հաջորդ դասին կխոսենք հովվական խնամքի մասին եւ 5-րդ դասի ժամանակ կխոսենք հատուկ խնամքի կամ մասնագիտական խնամքի մասին, որովհետեւ մարդիկ խնամքի կարիք ունեն։ Բայց այսօր խոսենք ընդհանուր խնամքը եկեղեցում եւ միշտ հիշենք այս 3 մակարդակները։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ խնամքը, եթե հիշում եք նախորդ դասերից, խնամքը պիտի հիմնված լինի կարիքի վրա։ Եվ մեր առաջնային ծառայության դաշտը ոչ թե եկեղեցին է, այլ ընտանիքը։ Եվ մեր ծառայությունը սկսում է ընտանիքից։ Եթե մենք մեր պարտականությունները ընտանիքում չենք կատարում, եկեղեցում մեր ծառայությունը ոչ միայն չի ստացվի, այլ ընդունելի չի լինի։ Եվ սա Աստվածաշունչն է ասում։ Այսինքն ամեն մեկս պիտի հասկանանք մեր պարտականությունները, մեր հոգատարության խնամքի կարիքը մեր ընտանիքներում։ Եվ մենք մեր առաջնային խնամքի ծառայությունը, հոգատարության ծառայությունը պիտի անենք ընտանիքում։ Սա մեր ուսուցման մակարդակն է, այսպես ասեմ։ Եկեղեցում, այն ինչ որ կկարդանք այսօր, շատ աստվածաշնչյան համարներ եմ դուրս բերել, որպեսզի հասկանանք ինչպիսի խնամք պիտի լինի եկեղեցում, այն եթե դու ընտանիքում ճիշտ քո դերը, իշխանությունը, պատասխանատվությունը, պարտականությունները պահում ես, եկեղեցում անելուց հետո երրորդ մակարդակը, որ Աստված ակնկալում է, որ մենք դա անենք, դա աշխարհն է։ Որտեւ աշխարհի մարդիկ ըստ Աստվածաշնչի անապաշխար մարդիկ, խավարի մեջ նստած մարդիկ են եւ իրենք կարիք ունեն լույսի, իրենք կարիք ունեն, որ առաջ ընկնելով ասեմ, Տեր Հիսուսն ասում է ձեր լույսը այնպես լուսավորի մարդկանց առաջ, որ իրենք տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն Հորը, որ երկնքում է։ Այսինքն Աստված իր զավակներին, որոնք արդեն իսկ իրեն ընդունել են, ուղարկում է աշխարհի մեջ, որպեսզի իր լույսը տարածեն եւ նաեւ այդ հոգատարությունը, այդ խնամքը ունենան։ Հիշում եք Տեր Հիսուսը, որ վերադառնա մարդկանց բաժանելի է 2 մասի եւ մի մասին ասելու է ես կարիքի մեջ էի ու դուք ինձ չայցելեցիք, Մատթեոսի ավետարան 25-րդ գլուխն է սա։ Մյուս մասին ասելու է ես կարիքի մեջ էի եւ դուք ինձ այցելեցիք, սոված էի, ինձ հաց տվեցիք, ծարավ էի, ջուր տվեցիք, հիվանդ էի, այցի եկաք, բանտում էի, ինձ այցելեցիք եւ այլն։ Մերկ էի, կերակրեցիք, անտուն էի, վերցրեցիք, տուն տվեցիք։ Մի խոսքով, ոչ թե տուն տվեցիք, այլ ձեր տանիքում գիշերելու տեղ տվեցիք, այսպես կարիքի հարցն է։ Հիմա մենք պիտի հասկանանք, որ Աստված մարդկանց նայում է ըստ իր խոսքի հանդեպ մեր վերաբերմունքի։ Եվ նրա պատվիրանն է, նրա պատվերն է։ Եվ երբ որ մարդը ապաշխարում է, ապաշխարությունով փոխվում է, ապաշխարել բառը նշանակում է մտածելակերպի փոփոխություն։ Ապաշխարած մարդը այլ կերպ է մտածում։ Եվ գիտեք, եկեք չապաշխարած մարդուն պատկերացնենք, հետո ապաշխարածին լավ կհասկանանք որն է։ Չապաշխարած մարդը միշտ դեպի իրան է ձգում։ Եսն է կենտրոնում։ Ապաշխարած մարդը միշտ տալիս է, զոհաբերում է, իր տիրոջ նման է։ Եվ պիտի փոխվի այս մտածելակերպը եւ Գործք առաքելոց 20-րդ գլխի 34-35 խոսքերը եթե կարդանք, կարելի ասել սա Պողոսի հրաժեշտի խոսքերն է, որովհետեւ ինքը գիտեր, որ ձերբակալվելու է եւ այլևս եկեղեցու ժողովրդին չի տեսնելու։ Եվ վերջին խոսքերից, գիտեք, մարդը վերջին խոսքերը ամենակարևոր խոսքերն է ասում։ Եվ հետեւյալը
նա ասեց. «Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերն իմ կարիքները հոգացին», իր ձեռքերն էր ցույց տալիս, «նաև նրանց կարիքները, ովքեր ինձ հետ էին, ամեն բան ձեզ ցույց տվեցի, որ այսպես պետք է աշխատել եւ հոգ տանել տկարներին, ու Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. ավելի երանելի է տալը, քան առնելը կամ քան վերցնելը»։ Ահա թե ինչ է փոխվում ապաշխարած մարդու կյանքում։ Երանելի է ներդրվելը, երանելի է հոգատարություն ցուցաբերելը, երանելի է խնամք ցույց տալը, երանելի է մեկի բեռը թեթևացնելը, երանելի է ինչ որ բանով, ինչ որ մեկի կյանքում իր դժվարությունները թեթևացնելու նպաստելը, քան թե որ դու բոլորին ծառայեցնում ես քո նպատակների համար։ Ահա ապաշխարած մարդու մոտ սա պիտի փոխվի։ Եվ եթե մարդու մոտ սա չի փոխվել, ինքը դեպի իրան է քաշում, պիտի լուրջ քննի, արդյոք ինքը հավատում է Տեր Հիսուսի խոսքերին, արդյոք ինքը իրապես ապաշխարած մարդ է թե ոչ, որովհետև ապաշխարած մարդը եսակենտրոն մարդուց դառնում է զոհաբեր, մյուսների համար կյանք դնող մարդ, եւ հենց սա է սերը։ Ում պետք է օգնես, եւ ով քեզնից օգնություն կընդունի։ Մարկոսի ավետարան 9-րդ գլխի 50-րդ խոսքում գրված է իրար հետ խաղաղության մեջ եղեք։ Եթե դու ինչ որ մեկին ուզում ես օգնել, նախ պիտի խաղաղության մեջ լինես իր հետ։ Քեզանից օգնություն չի ընդունի այն մարդը, ով, այսինքն եթե շատ ծանր իրավիճակում չլինի, քեզանից հեռու է մնալու, եթե դու իր հետ խաղաղության մեջ չես։ Հռոմեացիս 12:10-ում գրված է եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասիրտ եղեք։ Հռոմեացիս 14:13-ը իրար չդատեք, այլ մտածեք, որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինեք։ Իրար հետ խաղաղության մեջ եղեք, եղբայրասիրության մեջ գթասիրտ եղեք։ Այսինքն մեկը մի սխալ է գործում։ Մենք շատ ժամանակ ասում ենք, բայց ճիշտը սա է։ Բայց գթասրտությունը ավելի բարձր է։ Ճիշտը նա է, որ մենք բոլորս արժանի ենք դժոխքում տանջվելու մեր գործած մեղքերի համար։ Ճիշտը սա է։ Որտեւ ամենակարող Աստծո դեմ ենք մեղք գործել, բայց շնորհքը գալիս է ու ասում է, այո, կա մեկը, որ իր վրա է վերցնում այդ պատիժը։ Եվ մենք որքան շնորհակալ ենք Տիրոջից, եթե հասկացել ենք Գողգոթայի խաչի իմաստը, որքան շնորհակալ պիտի լինենք, որովհետև ինքը չի անում այնպես, ինչպես ճիշտ է։ Եվ անում է այնպես, որ այդ ճշմարտությունը չի տուժում, մեղքի պատիժը իհարկե կրում է ինչ որ մեկը, բայց ոչ մենք, որ այդքան էլ ճիշտ չի, բայց մենք փրկվում ենք դրա պատճառով։ Եվ սա շնորհքն է։ Երբ որ ինչ որ մեկը քո հանդեպ սխալ վերաբերմունք է ունենում, դու կարաս այնպես անես, ոնց որ ճիշտ է, կարաս այնպես անես, ոնց որ Տիրոջ շնորհքն է, ներելով ու եղբայրասիրության մեջ գթասրտություն ցույց տալով։ Զիջելով, ասում է եղբայրդ անիրավություն է անում քո դեմ։ Երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխն է, անիրավություն է անում, եղբայրդ է, կրի այդ անիրավությունը, տուժիր, բայց խաղաղություն ունեցիր իր հետ։ Ինչի համար է սա, որովհետև քո խնամքն ու օգնությունը քեզանից չի ընդունի նա, ում հանդեպ դու թշնամակդար ես տրամադրված։ Դու չես կարող սիրել այդպիսի մարդուն։ Հռոմեացիս 15:7-ում գրված է միմյանց ընդունեք, ինչպես Քրիստոս ձեզ ընդունեց։ Իսկ ինչպես Քրիստոս մեզ ընդունեց։ Ասեց գնա մինչև չփոխվես, չդառնաս իմ ուզած աշակերտը չգաս իմ մոտ, տենց ընդունեց մեզ, թե ասեց արի, դարձիր իմ աշակերտը, ես քո վերքերը կբուժեմ, քո կոտրված սիրտը կվերականգնեմ, հետո քեզ իմ ուսուցումները կսովորեցնեմ, հետո քեզ կդարձնեմ իմ լույսը, որ կտանես մյուսներին, իմ ծառայողը կդարձնեմ, որ շատերը քո միջոցով
խնամք կստանան, փրկություն կստանան, իմ սերը կտանես մարդկանց։ Ոնց մեզ ընդունեց։ Ու մենք պիտի իրար հենց այդպես ընդունենք։ Ընդունեք իրար, այնպես ինչպես Քրիստոս ձեզ ընդունեց։ Գաղատացիս 5:13-ում գրված է սիրով, այսինքն սեր ունենալով ծառայեք իրար։ Հիշում եք 3 մակարդակները։ Ընտանիք, եկեղեցի, աշխարհ։ Եվ մենք այս 3 մակարդակներում առաջինը, որ պիտի հիշենք, հետևյալն է. ով քեզնից օգնություն կընդունի։ Եվ առաջինը, որ Աստված շեշտադրում է խնամքի այս աստվածաբանություն ենք ասում, բայց իրականում ինքը շատ պարզ է, սա Տիրոջ հանձնարարությունն է, մյուսներին սիրելու, դիմացինին քո անձի պես սիրելու հանձնարարությունն է, սա որպեսզի դու կարողանաս սիրել եւ որպեսզի դիմացինը կարողանա քեզանից սեր ընդունել, նախ հարաբերությունդ պիտի շտկես։ Դու չես կարող ծառայել նրան, ում չես սիրում։ Եվ մեր վերաբերմունքը մարդկանց հանդեպ ճանապարհ է հարթում մեր խնամքի համար։ Սովորենք Տեր Հիսուսից։ Զաքեոսը ամենաատելի մարդն էր։ Ես չգիտեմ ում հետ կարելի է Զաքեոսին համեմատել, բայց ինքը ազգի դավաճան էր։ Ինքը լինելով հրյա, երկիրը նվաճած հռոմեացիների համար հրյաներից հարկ էր հավաքում։ Պատկերացնում եք։ Իրենց հայրենակից իրենցից հարկ էր հավաքում եւ գրված է, որ հռոմեացիների դրածից ավելի էր հավաքում, քանի որ իշխանություն ուներ։ Պատկերացնում եք ով էր ինքը։ Եվ Տեր Հիսուսը բոլորի աչքի առաջ ասեց. Զաքեոս, այսօր քեզ հյուր եմ գալու։ Ինչու՞։ Մենք պիտի Տիրոջից սովորենք, որովհետև մեր վերաբերմունքը մարդկանց ճանապարհ է հարթում մեր խնամքի համար։ Խնամքի համար անհրաժեշտ է սեր, բարություն եւ նաեւ գիտություն։ Առանց գիտության, այսինքն դու պիտի լցված լինես Տիրոջ գիտությամբ, որ կարողանաս ճիշտ խնամք տալ։ Խնամք բառը, սիրելիներ, եթե նախորդ դասերը կհիշեք, միայն դա դայակի խնամքը չի, լավ։ Միայն սովածին հաց տալը չի, խնամքը կարիքից է գալիս, տարբեր մարդիկ տարբեր կարիքներ ունեն։ Այսօր մեր երկրում ավելի շատ հոգեբանական կարիքներ կան, քան հացի ու հանդերձի։ Փառք Աստծուն, որ անցել են այդ ժամանակները, իհարկե կան մարդիկ, որ հացի հանդերձի կարիք ունեն, բայց անհամեմատ շատ են մարդիկ, ովքեր վախերի մեջ են ապրում, անհամեմատ շատ են մարդիկ, ովքեր մեղքի ճնշում ունեն իրենց կյանքում, չգիտեն ոնց մեղքից ազատվեն, շատ են մարդիկ, ովքեր սխալ պատկերացումներ ունեն կյանքի, մարդկանց, իրենց մասին, եւ քանի որ սխալ պատկերացում ունեն, մաշեցնում են ու փչացնում են իրենց կյանքը, եւ մարդկանց կարիքը մենք պիտի տեսնենք։ Սրա մասին շատ մանրամասն նախորդ դասին խոսել եմ, չկրկնվեմ։ Հռոմեացիս 15:14-ում գրված է. համոզված եմ, որ լի եք բարությամբ եւ գիտությամբ, որ կարող եք միմյանց խրատել։ Առանց բարության ու առանց գիտության խրատ չի լինում։ Մի հատ էլ կրկնեմ սա։ Երբ որ դու ինչ-որ մեկին ինչ-որ խրատ ես տալիս, քո խրատի մեջ պիտի սեր լինի այդ մարդու հանդեպ։ Եթե դու այդ մարդուն չես սիրում, քո խրատը մի հատ դասախոսական լեկցիա է լինելու, այդ մարդը լսելու է ու վերջ։ Եվ անգամ եթե ճիշտ բաներ էլ ասես, իրան չի համոզելու դա։ Բայց Պողոս առաքյալն ասում է, գիտեմ, որ լցված եք, համոզված եմ, որ լցված եք բարությամբ եւ գիտությամբ, եւ գիտեք ինչ խրատներ տալ ճիշտ Աստծո խոսքի համեմատ, եւ սիրում եք այդ մարդկանց։ Ամեն անգամ, որ մեկին մի հատ խորհուրդ կտակ, մի հատ հարցրեք, այս երկուսը կա իմ մեջ, թե ոչ, այս մարդու հանդեպ։ Բարություն եւ նաեւ գիտեմ ինչ եմ խրատ տալիս։
Երբեմն մարդիկ խրատ են տալիս, խորհուրդ են տալիս, իրանք չգիտեն, լսել են ինչ-որ տեղ ինտերնետում կամ չգիտեմ ինչ-որ մի քարոզիչից լսել են ու փոխանցում են։ Մի հատ տեսեք, մի հատ շտկեք, մի հատ փորձեք, քննեք, տեսեք Աստծո խոսքով, այդպես է թե այդպես չի։ Երբեմն հոգևորները իրար խրատներ են տալիս, ես լսում եմ, ասում եմ, դուք Աստվածաշունչ կարդացել եք։ Քո խրատը չպիտի հակասի Աստծո խոսքին։ Քո խրատը պիտի լինի Աստծո խոսքի հիմքի վրա։ Առաջին Կորինթացիս 12:25-ում անդամները մարմնի մասին է խոսում, առաջի Կորինթացիներ 12-րդ գլուխը եկեղեցին համեմատում է մարմնի հետ եւ հավատացյալներին տարբեր պարգևներ, տարբեր շնորհներ ունեցող հավատացյալներին մարմնի տարբեր անդամների հետ, ինչպես տարբեր օրգանները իրար հետ փոխկապակցված են եւ իրար օգնում են եւ ընդհանուր մարմինը առողջ է ու գործում է, այդպես պիտի լինի եկեղեցին։ Եվ գրված է անդամները պետք է միմյանց նկատմամբ նույն հոգացությունը ունենան։ Մենք պիտի իրար գնահատենք։ Հիշեք 3 մակարդակները՝ ընտանիք, եկեղեցի եւ երբ որ այս երկուսում մենք սովորում ենք, նոր մենք կարանք գնանք աշխարհում։ Որովհետեւ Աստվածաշունչը օրինակ խնամքի մասին, հոգատարության, օգնությունների մասին խոսում է, ասում է առաջին հերթին, եթե դու քո ընտանիքում խնամք չես տանում, դու հավատքը ուրացած ես, անհավատից էլ չար։ Սա առաջին մակարդակը։ Երկրորդ մակարդակը ասում է, եթե օգնություն եք տալիս ինչ-որ մեկին, առաջին հերթին հավատքի ընտանիքի անդամներին տվեք։ Չլինի, որ եկեղեցում մեկը կարիքի մեջ լինի, ու դուք գնաք աշխարհում ինչ-որ մեկին օգնեք։ Առաջին հերթին էստեղ։ Տեսնում եք, ուրեմն ընտանիք, եկեղեցի, բայց չի ասում մի գնացեք աշխարհ, որովհետև մեր հիմնական ծառայությունը եկեղեցու ներսում չի, մեր հիմնական ծառայությունը աշխարհի մեջ է։ Ասում է Հակոբոսն է ասում առաջին գլխի վերջին խոսքում, ասում է իրական անկեղծ աստվածապաշտությունը դա կարիքավորներին օգնելն է եւ քո անձը աշխարհից անարատ պահելը։ Համ գնում ենք աշխարհի մեջ, համ չենք թողում, որ աշխարհը գա մեր մեջ։ Այսինքն աշխարհի սկզբունքներով չենք ապրում։ Աշխարհը ճահիճ է, բայց այդ ճահիճի մեջ մարդիկ կան, որոնց մենք պիտի օգնենք այնտեղից դուրս գան։ Այդ աշխարհ բառը պիտի ճիշտ հասկանանք հոգևոր իմաստով։ Թե չէ մենք բոլորս էլ աշխարհի մեջ ենք։ Աստվածաշնչում ամենահայտնի խոսքերը հետևյալն են. Աստված այնպես սիրեց աշխարհը, բայց ի նկատի ունի աշխարհի մարդկանց, եւ մենք էլ պիտի աշխարհի մարդկանց սիրենք եւ օգնենք։ Բայց ասում է ձեզ աշխարհից անարատ պահեք, սա նշանակում է աշխարհի սկզբունքները չպիտի գան մեր կյանք։ Գաղատացիս 5-րդ գլուխ 14-15 խոսքեր. Քո ընկերոջը պիտի սիրես քո անձի պես։ Դրանից հետո ասում է, բայց եթե իրար խայթեք, կծեք, իրար ուտեք, գրվածա, որ զգուշացեք, որ միմյանց չոչնչացնեք։ Ինչ է նշանակում խայթել։ Երևի մենք հայերս լավագույնս գիտենք ոնց է մարդը խոսքով խայթում։ Երբևէ եղել է, որ ձեզ խոսքով ցավեցրել են։ Կարա ուղիղ լինի, կարա քեզ չնայի, ինչ-որ բան ասի օդի մեջ, ու էդի գա կպնի քեզ, որովհետև դու գիտես ինքը քեզ է ասում, եւ դա խայթոցն է։ Հակառակը Աստվածաշունչը ասում է իրար հետ քաղցր եղեք։ Քաղցր։ Հիշում եք ինչ պիտի լիներ քո մեջ, որպեսզի կարողանաս մարդուն օգնես, բարություն։ Բարություն ունեցող մարդը կխայթի։ Եթե անգամ քեզ խայթի դիմացինը, դե մարդիկ կամ բարի են, մինչև իրանց չեն խայթել։ Հենց խայթում են իրանց, արդեն մոռանում են, որ իրանք բարի են։ Բայց Տերը տենց չէր սովորեցնում։ Տեր Հիսուսը իրեն խաչողների համար աղոթք էր անում։ Իրենք յուրաքանչյուր մարդ Քրիստոսի կարիք ունի։ Քո կյանքի ամենավատ մարդիկ Քրիստոսի կարիք ունեն։
Եվ Տերը աղոթում էր, ասում էր. Հայր, ներիր, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Իրեն խաչ բարձրացնողների համար էր աղոթում։ Գաղատացիս 5:26-ում գրված է. սնապարզ չլինենք միմյանց գրգռելով, այսինքն իրար դեպի բարկություն տանելով եւ նաեւ միմյանց նախանձելով։ Սա սնապարծություն է։ Մի նախանձեք իրար։ Եվ մենք պիտի սա սովորենք մինչև աշխարհի մեջ ծառայությունը, մինչև դուրս գալը, մինչև այն որ Տիրոջ հանձնարարությունը ձեր լույսը այնպես լուսավորի, մյուս թարգմանության մեջ գրած է ձեր լույսը այնպես փայլի մարդկանց առաջ, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն Հորը, որ երկնքում է։ Մինչև սա մենք իրար հետ, իրար մեջ մեր հարաբերությունները պիտի շտկենք։ Խնամքը անձնազոհություն է եւ համբերատարություն։ Շատ հայտնի խոսքեր կան Գաղատացիս 6-րդ գլխի 2-րդ խոսքում գրված է իրար բեռը կրեք, իրար բեռը վեր առեք եւ դրանով Քրիստոսի օրենքը կատարեք։ Քրիստոսի օրենքը սա է։ Քրիստոսի հանձնարարությունը սա է։ Մենք գիտենք աշակերտներին հանձնարարեց գնալ մինչև աշխարհի ծայրերը եւ ազգերին աշակերտ դարձնել, փրկության ավետարանը քարոզել։ Սա փրկության հանձնարարությունն է։ Բայց իրար հանդեպ հարաբերությունների մեջ ասում է իրար բեր թեթևացրեք։ Դու ընտանիքում բեր դնող ես, թե բեր թեթևացնող։ Դու եկեղեցում բեր դնող ես, թե բեր թեթևացնող։ Քո խոսքերը ծակում են, կծում ես քո կատակներով, կծում ես քո ակնարկներով, թե դու քաջալերում ես մարդուն։ Մեր խոսքերը կարան մարդուն նվաստացնեն, մեր խոսքերը կարան մարդուն բարձրացնեն։ Հենց խոսքերով կարաս բեր դնես։ Եղել են ձեր կյանքում մարդիկ, որոնցից խուսափել եք, որովհետև իրանց հետ հանդիպելուց հաստատ մի երկու վատ բան էիք լսելու։ Իմ կյանքում եղել են։ Եկեք չլինենք այդպիսի մարդիկ։ Եղել են մարդիկ, որ ձգտել ես իրանց հանդիպես, որովհետև ամեն անգամ հանդիպելուց քաղցրություն է եղել։ Իհարկե եղել են այդպես։ Եկեք դառնանք այսպիսի մարդիկ։ Իրար բեռը վեր առեք, իրար բեռը կրեք։ Եփեսացիս 4:2-ում գրած է ամենայն խոնարհությամբ, համբերությամբ, սիրով միմյանց հանդուրժելով։ Այդ հանդուրժել բառը մեզ հուշում է, որ եկեղեցում մարդիկ թևերը թաքցրած հրեշտակներ չեն։ Ունեն վատ բնավորություններ։ Ունեն դժվար բնավորություններ։ Եվ եթե ուզում եք իմանաք, Աստված ասում է, ես այս աշխարհների տկարներին ընտրեցի։ Գիտեք ինչա տկարը։ Մենք հավաքված ենք, չէ՞ այստեղ։ Ամեն մեկս առանց բացառության մի հատ լուրջ տկարություն ա ունեցել։ Մարդիկ կան, որ երկար ժամանակ ապաշխարել են, գուցե մոռացել են իրենց տկարությունները, բայց ամեն մեկս լուրջ տկարություն ա ունեցել։ Մենք բոլորս էլ այդպիսին ենք եղել։ Եթե դու այսօր ազատվել ես այդ տկարությունից, պիտի ոչ թե մոռանաս ու դատես նրան, ով դեռ ունի այդ տկարությունը, այլ հիշես եւ գիտեք, հիշում եք խոսքերը, ում շատ ներվեց, նա շատ սիրեց։ Եվ ավելի մեծ նվիրումով գնաս, ու երբ որ դիմացինը դեռ եկեղեցի է գալիս, բայց չի ազատվել այդ տկարությունից, դու իրան ոնց էր գրած սիրով, համբերությամբ եւ խոնարհությամբ իրար հանդուրժեք։ Ես ոչինչ, ես էլ մի անգամից չեմ փոխվել։ Ես էլ մի անգամից չեմ փոխվել։ Բայց Աստված հաղթել է։ Քո կյանքում էլ Աստված հաղթելու է։ Երբ որ դու արդեն ազատված կլնես այդ տկարություններից, հիշի, որ մնացած օգնության կարիք ունեն։ Երբ որ գնաս 100 անգամ բացատրես ու 101-րդ անգամ նույն սխալը անի,
հանդուրժի։ Հիշում եք Պետրոսը հարցրեց Տեր Հիսուսին, քանի անգամ եղբորսները, քանի անգամ։ Մի չարախոսեք իրար, մի տրտնջացեք իրար դեմ գրվածը։ Խնամքը անձնազոհություն է, խնամքը համբերատարություն է, համբերությամբ, խոնարհությամբ, սիրով միմյանց հանդուրժելով։ Եփեսացիս 4:32-ն է, որ ասում է միմյանց հետ քաղցր եղեք, գթած, միմյանց ներելով, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով ներեց ձեզ։ Գթած, այսինքն գթասրտություն ունեցեք, ներեք, լավ բարև չտվեց, ամենաշատ նեղանալու բաները էսա մեր դժվարությունը կյանքի, մի տեսակ լավ բարև չտվեց ինձ այսօր, հա հետո ինչ, կարող է խնդիրներ ուներ, կարող է մտքերի մեջ էր, կարող է քեզ ընդհանրապես չնկատեց, անցավ կողքովդ, ոչինչ, աղոթի իր համար, մոտեցի մյուս անգամ շատ ջերմ բարև դուր, գուցե մի բան նեղացել է քեզանից, դու էլ չես իմացել, մեկը գնացել է մի հատ բամբասանքա տարել, հասցրել քո մասին, իբր դու իր մասին տես բան, ինչ ասես կարա լինի։ Մեր աշխարհը չարիքով լցված աշխարհ է, մենք պիտի իրար ներենք, մենք պիտի իրար հետ քաղցր լինենք, այնպես ներենք, ինչպես Քրիստոս մեզ ներեց, Աստված Քրիստոսի միջոցով մեզ ներեց։ Գիտեք ինչպես Աստված Քրիստոսի միջոցով մեզ ներեց։ Մեր բոլոր մեղքերը դրեց իր որդու վրա։ Երբ որ Տեր Հիսուսը ասում էր, իրենք չեն հասկանում, ինչ են անում, այս արարքը, որ ինձ խաչում են, իրենց մեղք մի համարի, ինքը կարծես ասում էր, ես բողոք չունեմ։ Երբ որ Ստեփանոսին քարկոծելու ժամանակ Ստեփանոսը նույն բանն էր աղոթում, չեն հասկանում ինչ են անում, սա իրենց մեղք մի համարի։ Երբ որ մեկը քեզ վատ կվերաբերվի, երբ որ ինչ-որ մեկը կգա, իմիջիալոց ամենավտանգավոր մարդիկ են, ովքեր գալիս են, քեզ ասում են, ինչ ասել են մյուսը քո մասին։ Կհիշեք սա։ Թվում է, թե իրանք քո համար անհանգստանում են, բայց քո կյանքում ամենավտանգավոր մարդիկ են, ովքեր գալիս են, քեզ ասում են, գիտես, այս ինչ մեկը քո մասին, այս ինչ բանը ասեց, իմացի, ես քեզ այնքան եմ սիրում, որ զգուշացնում եմ։ Ամենավտանգավոր մարդիկ են իրանք։ Եվ դու պիտի ներես նրանց էլ, դրանց էլ։ Բայց վտանգավորների բերանը պիտի փակես, թե չէ կվնասեն ձեզ։ Փիլիպեցիս 2:3-ը մեկը մյուսին իր անձից ավելին պիտի համարի։ Խոնարհությունը հենց դա է։ Ոչ թե պիտի հայավարի ասենք, «Էնի ով է, որի հետ տենց խոսի» կամ «Էնի ով եղավ, որի մասին տենց բան ասի»։ Երբեմն խոսակցությունների մեջ ցավալի է, բայց լինում է հոգևոր անգամ դաշտում զրույցներ ես լսում, որ ավելի շատ այն հին կյանքի փողոցային զրույցներին է նմանվում, ու տարբերություն չկա տղամարդկանց թե կանանց մեջ։ Նույն սկզբունքները։ Դու գիտես դու ով ես, դու գիտես ես ով եմ, ով ես, կասես, ով ես։ Եթե մենք մոռացել ենք, որ մենք Քրիստոսով փրկագնված մարդիկ ենք, արդեն պաշտոնը, դիրքը, չգիտեմ, ծառայությունը, ծառայության պտուղներն են որոշում մենք ով ենք, նշանակում է Քրիստոսին ուրացել ենք մեր կյանքում։ Գրված է Քրիստոս, հենց Փիլիպեցիս 2-րդ գլխում է գրած, ինքը իր աստվածային փառքը թողեց, իջավ մարդու նմանությամբ, մարդկանցից էլ ցածր, այսինքն ծառայի կերպարանք ընդունեց եւ մեր մեղքերի համար վճարեց։ Եվ հենց այդ համատեքստում ասում, դուք, որ փրկագնված եք իր արյունով, դուք ամեն մեկը դիմացին ինձ ձեզանից բարձր դասեք։ Մեր խոսելակերպը կփոխվի, մեր իրար հանդեպ վերաբերմունքը կփոխվի։ Որ կգնանք ինչ-որ մեկին ծառայելու, այդ մարդը կհասկանա, որ չենք եկել սենց վերևից
ներքևիններին օգնելու, այլ եկել ենք ներքևից Քրիստոսի համար թանկ ու սիրելի մարդկանց, որպես Քրիստոսի ուղարկած աշակերտներ օգնելու։ Սա մեծ տարբերություն կտա մեր կյանքում եւ իրենց կյանքում։ Հիմա գանք խնամքի ոլորտներին, արագացնեմ, որովհետեւ ժամանակը շատ արագ գնում է, արդեն կես ժամ է այս դասի մեջ ենք։ Խնամքի ոլորտները միշտ հիշենք կարիքը։ Եվ կարիքը այն ինչ որ մարդը ասում է։ Կարիքը այն ինչ որ դու պիտի աղոթքով ստանաս։ Կողոսացիս 3:16-ում գրված է Քրիստոսի խոսքը առատապես բնակվի ձեր սրտերում, իմաստությամբ միմյանց ուսուցանեք եւ խրատեք։ Եթե Քրիստոսի խոսքը մեր սրտերում չբնակվի, մենք չենք կարա իրար ուսուցանենք ու խրատենք։ Ամենամեծ կարիքը մարդիկ Քրիստոսի խոսքի կարիք ունեն։ Ոչ թե մեր խոսքի, ոչ թե մեր իմաստության, այլ Քրիստոսի խոսքի։ Եվ պիտի նախ դրա համար աշակերտությունը շատ կարևոր։ Մեր եկեղեցում շեշտադրված է աշակերտությունը։ Նախ աշակերտության շնորհիվ այդ խոսքը մեր մեջ է բնակվում, եւ հետո մենք կարողանում ենք դա փոխանցել մյուսներին, մեր խորհուրդների, խրատների եւ ուսուցումների տեսքով։ Առաջին Թեսաղոնիկեցիս 3:12-ը Տերը թող աճեցնի եւ առատացնի սերը միմյանց հանդեպ եւ բոլորի հանդեպ։ Միմյանց եկեղեցու մեջ կամ ընտանիքում եւ բոլորի հանդեպ մեր սերը պիտի առատանա։ Այս աշխարհը, չգիտեմ, եթե մենք ասենք ինչ կարիքներ կա այս աշխարհում, գուցե նախարարությունները հաշվեն, ասեն, այս կարիքը կա, այն կարիքը կա, այն կարիքը կա, ամենամեծ կարիքը, որը ոչ մի նախարարության ցուցակի մեջ չկա, որքանով ես եմ տեղյակ, եթե նախարարները կլսեն այս խոսքը, թող ինձ ուղղեն, դա սերն է։ Այս աշխարհը սիրո կարիք ունի։ Այն կոտրված սրտերը սիրո կարիք ունեն։ Մեկի, ով անշահախնդիր կերպով ինչ որ մի բարի բան անում, բեռա թեթևացնում քո ուսերից։ Ու դու հարցնում ես ինչի։ Գիտեք, երբեմն մարդիկ չեն հասկանում։ Այնքան սեր չեն տեսել, որ չեն հասկանում, ասում են ինչ շահ ունեք։ Չեն ասել ձեզ, սիրելի հավատացյալներ, որ այցելել եք մարդկանց, ասել են ինչ շահ ունեք։ Փող են տալիս ձեզ, որ այցելեք մեզ։ Պողոս առաքյալը ասում է, «Էն էլ ինչ շահ ունենք, դուք չեք պատկերացնի, աստվածապաշտությունը ինչ մեծ շահ է, բայց ձեր պատկերացրած շահը չի։ Դա երկնքի շահն է, որտեղ այնտեղ գանձեր ենք դիզում։ Որտեղ Տերը սիրում է այդ մարդկանց եւ մեզ ուղարկում է այդ մարդկանց սեր ցույց տալու։ Եվ մենք պիտի առատացնենք այդ սերը, եթե կարողանանք առատացնել միմյանց հանդեպ, կկարողանանք առատացնել նաեւ բոլորի հանդեպ։ Կարիք։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4:18-ում գրած է միմյանց մխիթարեք։ Մխիթարության կարիք կա։ Էն էլ ոնց, էն էլ ինչքան։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:11-ում միմյանց քաջալերեք եւ ամրապնդեք։ Քաջալերանքի կարիք կա։ Ավելի շատ մարդիկ ասում են, օրինակ Տեր Հիսուսը, պատկերացրեք, ով էր, եկել էր արդեն հաջողված քարոզիչ, փոխանակ քաջալերեին, ասեն, ինչ լավ է։ Մեր աչքի առաջ մեծացած, սովորական Հյուսնի ընտանիքում, առանց ուսում, այս տղան դարել է մեծ քարոզիչ, ինչ ուրախ ենք, մեր հայրենակիցն է, տենց էին ասում։ Չէ, ասում էին, այսինքն ինքը ով է, որ քարոզիչ դառնա։ Մարիամի տղենն է, Հովսեփի տղենն է, գիտենք մեր աչքի առաջ է մեծացել եւ գրված է Հիսուս այդտեղ չկարողացավ հրաշքներ անել նրանց անհավատության պատճառով, որովհետեւ իրան չընդունեցին։ Հիմա եթե ինչ որ մեկը հաջողվում է կամ ճանապարհին է դեռ, քաջալերանքի կարիք ունի, քո մոտ կստացվի։ Ես կաղոթեմ,
Հատկապես երբ որ մարդիկ իմանում են դուք հոգևոր եք ու ոչ թե միայն խոստում եք տալիս կաղոթեմ, այլ իրականում աղոթում եք, ես զգացել եմ դա, որ մեր ծանոթներից, բարեկամներից մեկը հիվանդանոցում է լինում ու ես զանգում եմ առողջությունն եմ հարցնում ու ասում եմ աղոթում ենք քեզ համար, իրանց համար էսի չգիտեմ, իրանք մտածում են, որ հոգևորներն են աղոթում, ուրեմն Աստված հաստատ կլսի, իհարկե Աստված բոլորի աղոթքն է լսում, դա սխալ պատկերացում է, բայց ուզում եմ ասեմ, որ մեր հանդեպ, մեր քաջալերանքի հանդեպ, մեր մխիթարության, մեր ամրապնդելու հանդեպ իրանց հավատքը առանձնահատուկ է։ Ու մենք պիտի օգտվենք դրանից։ Ու մենք պիտի մարդկանց քաջալերող լինենք։ Կարիք կա այսօր քաջալերանքի, կարիք կա ամրապնդման, կարիք կա մխիթարության։ Մի քանի հատված առանձնացրել եմ իմ մոտ այս 3-4 խոսքերը առանձնացրել եմ Եբրայեցիս 3-րդ գլխի, տեսնեմ ինչքան ժամանակ ունեմ, այո կհասցնեմ։ Եբրայեցիս 3-րդ գլուխ 12-ից 14 խոսքերը։ Տեսեք եղբայրներ, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ չար սիրտ չլինի եւ հեռանա կենթանի Աստծուց, այլ ամեն օր միմյանց հորդորեք, քանի որ այսօրը դեռ կա, որպեսզի ձեզանից ոչ ոք մեղքի խաբեությամբ չկարծրանա, քանի որ մասնակից եղաք Քրիստոսին, ուստի հավատքը սկզբից մինչև վերջ պետք է հաստատուն պահեք։ Այսօր շատ կարիք կա։ Մեր երկրում, մեր ազգի մեջ մի առանձնահատկություն կա, եւ ես գնալով համոզվում եմ նրանում, ինչ որ ասել եմ շատ անգամ։ Երևի 4 կամ 5 անգամ ավելի շատ մարդ հավատքից հեռացած, հավատքի մեջ եղած եւ հավատքից հեռացած կա, քան որ եկեղեցիներում հիմա հավատացյալներ կան։ Ավելի պարզ ասեմ։ Ինչքան որ բոլոր եկեղեցիներում, ճշմարիտ եկեղեցիներում Աստծուն պաշտող, ապաշխարած վերստին ծնված հավատացյալներ կան, երևի 4 կամ 5 անգամ ավելի շատ այսօր աշխարհի մեջ են, որ նախկինում եղել են եկեղեցում։ Եվ ինչպես էստեղ է գրած, մեղքի խաբեությամբ կարծրացել են։ Սկզբից մարդը իրան համոզում է, ասում է, ես ընդհանրապես եկեղեցուց եմ կտրվում, ես Աստծուց չեմ կտրվում։ Հետո չի էլ հասկանում, ոնց է որ եկեղեցուց կտրվելուց հետո հայտնվում է մեղքի ճահիճի մեջ, դրա համար գրած է Եբրայեցիս 3-ն էր սա, 3:10-14-ը, ասում է, պիտի հավատքը սկզբից մինչև վերջ, սկիզբը գիտեք որն է, ձեր ապաշխարության օրը, իսկ վերջը գիտեք որն է, այն որ sense կշնչենք մի հատ, կարտաշնչենք ու էլ չենք շնչի։ Էդի վերջն է։ Սկզբից մինչև վերջ պիտի հաստատուն պահենք հավատքը։ Եվ Եբրայեցիս 10:24-25-ը կարդանք։ Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք սիրո ու բարի գործերի մղելով, եւ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք եւ այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտեցել է։ Աստվածա դրել եկեղեցին։ Եվ մարդիկ առանց եկեղեցու շատ դժվար է հավատքի կյանք ապրել, շատ։ Առանց եկեղեցու գրված է, որ մեկը ընկնի, այն մյուսը իրան կբարձրացնի, բայց որ երկրորդ չկա, ով քեզ բարձրացնի։ Հիմա հեշտ է, տեսել եք ֆուտբոլիստները, որ հոգնում են, ընկնում են, գալիս է մեկը թեկուզ հակառակ թիմի խաղացողը կամ մրցավարը ձեռքից բռնում է, հանում ավելի քիչ ուժով ես կարողանում բարձրանալ, երբ որ ինչ որ մեկը իր ձեռքը մեկնում է դեպի քեզ։ Ու մենք պիտի լինենք այդ ձեռք մեկնողները իրար։ Բայց եթե մեկտեղ հավաքվելը թողնենք, եթե ասենք մեզ պետք չի եկեղեցին, մեզ պետք չի Քրիստոսի դրած կարգը։ Ես Քրիստոսին պաշտում եմ առանց Քրիստոսի դրած կարգին հնազանդվելու։ Ինձ պետք չի եկեղեցի, ես հիասթափվել եմ։ Հիասթափվել ես գտի ճիշտ եկեղեցի։ Բայց եկեղեցին Աստծո դրած կարգն է եւ մեր ապահովությունը հոգևոր աշխարհում։ Հակոբոս 4:11-ում գրված է.
իրար մի բան բասեք։ 5:9 Հակոբոսի թղթի գրածա մեկը մյուսի դեմ մի տրտնջացեք։ Եվ մենք պիտի հասկանանք, որ հավատքը սկզբից մինչև վերջ պիտի պահենք։ Ինչ կարիք կա։ Կարիք կա այս մարդկանց օգնելու։ Կարիք կա խավարի մեջ նստողներին, որպես լույս փրկության ճանապարհ ցույց տալու։ Կարիք կա հավատքից հեռացածներին։ Գիտեք, չէ, Աստվածաշունչը խոսում է սրա մասին, ասում է, եթե մի եղբայր շեղվի ճշմարտության ճանապարհից եւ մեկ ուրիշը գնա խնամ հոգատարություն հետ ես եմ ավելացնում, բայց ասում է իր ծառայության շնորհիվ իրան հետ բերի մեկ հոգի մահից փրկած կլինի։ Հնարավոր է այդ 5 անգամ ավել մարդկանց հետ բերել եկեղեցի, կարծում եմ շատ-շատերին այո, հնարավոր է։ Մենք չենք կարող իրան զորով բերենք, ստիպելով բերենք, բայց մենք կարանք իրանց ծառայենք։ Սա էլ է կարիք։ Հակոբոս 5:16-ում գրված է իրար խոստովանեցեք ձեր հանցանքները եւ իրար համար աղոթք արեք, որ բժշկվեք։ Այսօր շատ կարիք կա։ Մարդիկ մենք եկեղեցու մեջ մեկ-մեկ մոռանում ենք մեր հին ապրումները։ Եվ այսօր այս դասի մեջ ուզում եմ հիշեցնեմ, հիշիր մեղքի ծանրությունը, ինչ ահավոր էր դա։ Եվ հիմա, եթե մեղքից ապաշխարած կյանքով ես ապրում, ինչ հրաշալի է սրբության մաքրությունը, ինչ հրաշալի է այդ մաքրության բուրմունքը, բայց մենք, որ մի ժամանակ այդպիսին էինք, չպիտի մոռանանք այդ մարդկանց եւ պիտի օգնենք իրանց։ Գիտեք, Տեր Հիսուսը այս օգնելու համար շատ կարևոր բան էր ասում, որ մեր ծառայությունների մեջ մեր աչքի առաջից սա չպիտի հեռանա։ Գրած է, որ Տեր Հիսուսի խոսքերը առողջները բժշկի կարիք չունեն։ Եվ դու պիտի աղոթքով գնաս մարդկանց ծառայելու, որովհետև քո շրջապատում կան շատ հիվանդներ, որ բժշկի կարիքն ունեն։ Եվ Տեր Հիսուսը ո՞նց էր գտնում։ Զաքեոսին գտավ։ Այն անառակ կնոջը, որ բերել էին քարկոծելու, շնացող կնոջը։ Ինչպես օգնեց։ Ինչ քաջալերանք, ինչ մխիթարություն, ինչ խրատ։ Գնա, ասաց ես էլ եմ քեզ ներում։ Չեմ մեղադրում, չեմ դատապարտում, գնա, բայց այլևս մեղք մի գործիր։ Նիկոդեմոսը ուրիշ մեղքի մեջ էր։ Նիկոդեմոսը շատ կապված էր իր դիրքի հետ, իր իշխանության հետ, հիշում եք երբ եկավ Հիսուսի հետ զրուցելու, գիշերով թաքուն, որ չտեսնեն ոչ ոք։ Եվ Տեր Հիսուսը չասեց ամոթ քեզ, մեծ մարդ ես, ամաչում ես, չէ, հասկացավ իրան, ասեց ոչինչ, կաչ ես, և Տիրոջ կծառայես, և իմ գործի համար օգտակար մեկը կլինես, և չդատապարտեց, գիտեք Հիսուսը չի եկել այս աշխարհը դատապարտելու, եկել է փրկելու, բայց աշխարհը ինքն է իրեն դատապարտում, որ Քրիստոսի խոսքերը մերժում է։ Եվ վերադարձի ժամանակ դատելու է։ Եվ Տերը ասեց, անգամ ես ձեզ չեմ դատելու, իմ խոսքերն են ձեզ դատելու։ Մեր վերաբերմունքը իր խոսքերի հանդեպ։ Եվ այս ուսուցումների նպատակն է, որ մենք փոխենք մեր վերաբերմունքը իրար հանդեպ։ Սկսած ընտանիքից, փոխենք մեր վերաբերմունքը եկեղեցու, հոգևոր ընտանիքի անդամների հանդեպ եւ փոխենք մեր վերաբերմունքը աշխարհի մարդկանց հանդեպ։ Եվ տեսնենք կարիքը, եւ կա այդ կարիքը սիրելիներ, եւ այդ կարիքն է ստիպել Քրիստոսին իր երկնային գահը, իր երկնային փառքը թողնելու երկիր իջնելու։ Եվ մեզ պիտի ստիպի այդ կարիքը մեր հարմարավետությունից դուրս գալու։ Որտեւ միշտ այնտեղ գնալը վտանգավոր է։ Միշտ այնտեղ գնալը զոհ պահանջում։ Ես հարմարավետ իմ ծառայությունը կանեմ եկեղեցում, ով գնում է թող գնա։ Քո շրջապատում մարդիկ կան, որ քո կարիք ունեն։
աղոթի, թող Աստված ցույց տա իրանց։ Առաջին Պետրոս 4 գլուխ 8-ից 10 խոսքեր։ Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սեր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Միմյանց նկատմամբ հյուրասեր եղեք առանց տրտնջալու։ Խնամքը սկսում է քո ընտանիքից։ Ջերմ սերը պիտի սկսես քո ընտանիքից։ Եվ հատկապես քո ընտանիքի այն անդամներից, որոնք քեզ այդքան էլ լավ չեն վերաբերվում, եթե կան այդպիսի անդամներ։ Եվ իրանք լավագույն կերպն են սիրել, կերպ չասեմ, ինչ ասեմ, որ ճիշտ բառ լինի, չվիրավորենք ոչ մեկին։ Իրանք լավագույն օրհնությունն են Տիրոջից, որ քեզ սիրել սովորեցնի։ Լավ։ Տիրոջից ուղարկված օրհնություն են, որ քեզ սիրել սովորեցնեն։ Ուզում եմ ավարտել եւ կանգնենք աղոթքի, արդեն 45 րոպես լրացավ։ Աշխարհը լի է կարիքի մեջ լինող մարդկանցով։ Մենք այսօր այս եկեղեցու հանձնարարությունը ընդհանուր սովորեցինք, թե ում պիտի օգնենք, ով քեզնից կընդունի օգնություն, խնամք, խնամքի համար ինչ է անհրաժեշտ, սեր, բարություն եւ նաեւ գիտություն, խնամքը անձնազոհություն է եւ համբերատարություն, եւ տեսանք խնամքի ոլորտները։ Եվ հիշենք Տեր Հիսուսի խոսքերը։ Նա հանձնարարել է, որ մեր բարի գործերը, որ կանենք, բարի գործերով երբեք չենք փրկվում, բայց բարի գործերն են, որ լուսավորում են։ Ձեր լույսը այնպես լուսավորի մարդկանց առաջ, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն Հորը, որ երկնքում է։ Մատթեոս 5:16։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր։ Իրապես խնդրում ենք, որ այս ուսուցումը կյանք դառնա մեր կյանքերում, իմ կյանքում եւ ամեն լսողի կյանքում։ Եվ քո հանձնարարությունը ընդունենք Տեր, քո խնամքի հանձնարարությունը, քո բեռ թեթևացնելու, բեռները կրելու հանձնարարությունը ընդունենք եւ քո հոգուց իմաստություն ստանանք, որ մեր կյանքի ամեն ոլորտում եւ մեր շրջապատի յուրաքանչյուր մարդու մեր բարի, մեր սիրող վերաբերմունքով եւ քո խոսքի գիտությամբ ցույց տանք քո սերը։ Եվ մեր աղոթքն է, որ քո սերը առատությամբ լցնես մեր մեջ եւ քո խոսքը առատությամբ լցնես մեր մեջ եւ մեր սերը իրար հանդեպ եւ աշխարհի հանդեպ աճեցնես ամեն օր ավելի ու ավելի։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Ամեն։